Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթագալ լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իր ցավակցությունը կհայտնի ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանին։ Դերսիմի հայկական պատմական երկենի եկեղեցին վերականգնելու գոչեր հնչած են։ Անի 1001 եկեղեցիներու քաղաքը գործանում է թեպի անմահություն։ Առույց գին ֆեմինիստական բայկարի եւ ժառանգության մասին։ Բաց գիրետի բնագիչները կբայկարին բնության բաբանման համար։ Սահակյան Նունյան հայկական դպրոցը Գոստան Տուբորսո հայկական գրթության օրրան։ Ցամխսե ջավախքի մեջ կետնախնձորի տաշտերը նվազած են, բայց կետնախնձորը ավելցած։ Քոյության հարգը, թրքական պետական ռասիզմի թեմքը։ Ցավով կհայտնենք, որ կյանքեն հեռացած է Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանի սիրելի մայրը։ Գորուստի այս ծանր բահուն Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, Արևմտյան Հայաստանի կառավարությունը, Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, ազգային ժողովի պատգամավորները, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հանրային հեռուստատեսության աշխատակազմը իրենց խորին ցավակցությունը եւ անկեղծ զորակցությունը կհայտնեն Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանին, համայն ընտանիքին եւ հարազատներուն։ Հոգեհանքիստը կգայանա նոյեմբեր 13-ին ժամը 6-ին Ադանա Սկո սրահին մեջ Եղվարդի խջուղի, ուղարկավորությունը նոյեմբեր 14-ին ժամը 11-ին։ Դերսիմի նահանգի Խոզատ Քավարի Կեչիմլի գյուղին մեջ գտնվող հայկական ներկեն եկեղեցին կդառնա կանցակողերու բարբերական ավերումներուն զոհ։ Մոտ 1050 տարի առաջ կառուցված այս պատմական սրբավայրին պահպանման համար վերջին շրջանին գոչեր հնչած են դեղի բնագիչներեն։ Ինչպես կհաղորդե թուրքական ջումհուրիետ օրաթերթը, Էրզրումի Գարին մշակութային հարստություններու պահպանման խորհուրդը դեռ 2012 թվականին թրական պատասխան տված էր եկեղեցվո վերականգնման առաջարկին եւ կառույցը ընդգրկված էր պահպանության տակ։ Սակայն մինչև այսօր թուրքական իշխանությունները ովևէ գործական քայլ չեն արած զայն վերականգնելու ուղղությամբ։ Դեղի բնագիչը նշած է. եկեղեցին այժմ կանցակողերու թիրախ դարձած է։ Այդ պատճառով որքան կարելի է շուտ պետք է զայն լուրջ կերպով վերցնել պետական պահպանության տակ եւ վերականգնողական աշխատանքներ կատարել։ Գյուղը այսօր զբոսաշրջիկներու ամենաշատ այցելած շրջաններեն մեկն է։ Դեղացիները իրենց միջոցներով կփորձեն բահել եկեղեցին, սակայն քանց որոնողներն ու պատմական հուշարձաններու մաքսանենքը կհասցնեն անոր ամենամեծ վնասը։ Շենքի քանի հատվածներուն մեջ փոսեր փորված են։ Այդ իսկ պատճառով այս վայրը պետք է շտապ առնվի պահպանության տակ։ Մեկ այլ բնագիչ նշած է, որ իրենք թուրքական իշխանություններեն կբահանջեն դեր գաղտնիլ հուշարձանին, քանի որ անպատմական եկեղեցի է եւ ունի պահպանման անհրաժեշտություն։ Անի անունը կհնչե ժամանակի խորերեն, որպես միջնադարյան Հայաստանի փառավոր մայրաքաղաք։ Այս քաղաքը 10-րդ դարուն դարձավ Բագրատոնյաց թագավորության հզոր կենտրոնը, հասնելով շուրջ 100,000 բնակչության։ Անոր դասնյակ եկեղեցիներն ու վանքերը դրդատի գառուցած մեծաշուկ տաճարներեն մինչև Դիկրան Հոնեցի եկեղեցին, Անիին բարգեւեցին 1001 եկեղեցիներու քաղաք կոչումը, բայց քաղաքի փառքը երկար չտևեց։ 1064-ին Սելջուկյան արշավանքեն յետք Անի ճակատագիրը փոխվեցավ անցնելով մուսուլմանական, վրացական, մոնգոլական եւ օսմանյան դիրապետություններու ներքո։ 1319-ի երկրաշարժը եղավ վերջին ձանր հարվածը։ 19-րդ դարու վերջավորության ռուս հնեյապանները սկսան առաջին բեղումները, բացահայտելով Անիի ջարդարապետական եւ հոգեվոր հզոր ժառանգությունը։ Այսօր Անիի ավերակները, որ կգտնվին բռնակրաված Արևմտյան Հայաստանի սահմաններուն մեջ, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկին մեջ։ Թեև քաղաքը այլևս լրած է, սակայն անոր քարերն են, որ կխոսին, պատմելով այն ժողովրդի պատմությունը, որուն հավատքը եւ ստեղծագործ ոգին չեն մարած նույնիսկ ավերակներուն մեջ։ 1915 թվականի հայրուտեմ իրականացված ցեղասպանութենեն ողջ մնացած ընտանիքի մետորնուհին Արլին Ոսկի Ավակյան իր առույց կնոջ ժառանգությունը գիրքով կներկայացնե իր ընտանիքի թիմադրության պատմությունը եւ սեփական ֆեմինիստական ուղին։ Քիրքը կհամատրե 1915-ի գոտորածերուն ընթացքին ընդհատված պատմությունները Էլմաս Տադիկեն ժառանգված հիշողություններու հետ։ Այն կմիացնե անցյալի վկայությունները եւ Արլինի կյանքի փորձառությունը Լոս Անջելեսեն մինչեւ Միացյալ Նահանգներու մեջ ազատության եւ հավասարության համար մղված պայքարը։ Արլինը իր քիրքը առաջին անգամ ներկայացուցած է Գոստան Տուբորսո մեջ հանդիպելով դեղացի ընթերցողներուն եւ ջումարտեսը աննելերը շաբաթօրյա մայրեր գազագերբության ներկայացուցիչներուն։ Ան պատմած է, որ քրելու ընթացքին փորձած է ոչ միայն ներկայացնել դատիկին, ցեղասպանութենեն եւ դարաբանքներու միջեն անցած պատմությունը, այլ նաեւ սեփական պայքարը սերական հավասարության եւ հայ հասարակության մեջ արդարության հաստատման համար։ Հեղինակը կշեշտե, թե քիրքով կփապակի ձևավորել նոր դեսլագանը, համատրելով ֆեմինիստական եւ ասկանավեր շարժումներու
կառավարելու գաղափարները։ Անընդգծած է, որ պատմության եւ արդարության ընկալումը զուգակցված ինքնագիտակցության հետ կենսական է բոլոր ժողովուրդներուն համար։ Արլինի նպատակը միայն անցյալը պատմելը չէ, այլ նաեւ ոգեշնչել երիտասարդ սերունդները, մղելով զանոնք փոփոխության եւ հայտարարելով, թե հայ կանայք միշտ եղած են ուժեղ, արժանապատիվ եւ թիմադրող։ Գիրքի ներկայացումը եւ հեղինակի այցը նշանավորվեցան ոչ միայն անցյալի հիշողության վերագենտանացմամբ, այլ նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդ հայ ֆեմինիստներու եւ հասարակական գործիչներու հետ կապերու ամրապնդումով։ Արտվինի Շավշատ գավառի պատմական Պասկիրետ գյուղի բնակիչները դուրս եկած են խաղաղ բողոքի ընդդեմ Լիդիա եւ Էրգան մեդաղահանքային ընկերություններու ծրագիրներուն։ Գյուղացիները կզգուշացնեն, թե հանքագործությունը պիտի վնասե շրջանի էկոլոգիական հավասարակշռությունը եւ իրենց ապրուստի հիմնական աղբյուրները։ Պասկիրետի բնակիչը հայտարարած է. «Մենք չենք հանցներ մեր բնությունը, մեր ջուրը եւ մեր կյանքը հանքերուն։ Սա ժառանգություն մնե, որ մեզի փոխանցված է մեր նախնիներեն հայ ժողովուրդեն։ Անընդգծած է, թե գյուղը, որ ունի առանձնահատուկ փայդաշեն ջարդարաբեդություն եւ ընդգրկված է Շավշատի խաղաղ քաղաք ծրագրին մեջ, պետք է պահպանվի որպես բնական եւ մշակութային արժեք։ Բնակիչները գոչ կուղեն Արտվինի նահանգապետարանին եւ մշակույթի եւ զբոսաշրջության վարչության պաշտպանելու այս եզակի բնապատմական ժառանգությունը հանքային սպառնալիք են։ Անոնց համատեղ հայտարարության մեջ կնշվի. «Մենք կպաշտպանենք մեր զավակներու իրավունքը ապրելու առողջ միջավայրի մեջ եւ շարունակելու մեր գյուղական կյանքը։ Մեր պայքարը պիտի շարունակվի մինչեւ արդարության հաստատումը»։ Սամաթիայի հայկական համայնքի պատմության կարևորագույն էջերեն մեկն է Սահակյան Նոնյան հայկական դպրոցը, որ հիմնադրված է դեռ 1461 թվականին հայոց առաջին պատրիարք Հովակիմ եպիսկոպոսի նախաձեռնությամբ։ Դպրոցը դարձած է Կոստանդնուպոլսո հայության առաջին գրտոջախը եւ դարեր շարունակ պահպանած է իր դերը որպես գիտելիքի եւ հոգեվոր դաստիարակության կենտրոն։ Դարիներու ընթացքին Սահակյան դպրոցը բազմիցս վնասված է հրթիռներով, սակայն ամեն անգամ վերակառուցված է համայնքի համախմբված ջանքերով։ 1831 թվականին դպրոցի գազմին մեջ բացված է Նոնյան աղջկանց դպրոցը, որ հետագային միացված է Սահակյանին, ձևավորելով Սահակյան Նոնյան միացյալ դպրոցը։ Առաջին աշխարհամարտի դարիներուն դպրոցի շենքերը օգտագործված են որպես զինվորական կացարան, սակայն պատերազմեն հետ կրթական գործունեությունը վերականգնված է։ Այսօր այլ Սահակյան Նոնյան հայկական նախնական դպրոցը կշարունակի իր լուսավոր առաքելությունը, մնալով Կոստանդնուպոլսո հայկական համայնքի կրթական եւ մշակութային ժառանգության անբաժան մասը։ Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով վերջին 4 տարիներուն ընթացքին Սամցխե-Ջավախ շրջանին մեջ գետնախնձորի ցանկադարձները նվազած են շուրջ 17.2%-ով։ Եթե 2021 թվականին գետնախնձոր կմշակվեր 9300 հեկտարի վրա, ապա 2024-ին այդ մակերեսը նվազած է մինչև 7700 հեկտար։ Միևնույն ժամանակ շրջանին մեջ գետնախնձորի արտադրությունը ցուցաբերած է հագարակ միտում։ 2021-ին Սամցխե-Ջավախքեն արտադրված է 16700 տոննա գետնախնձոր, 2022-ին 12600 տոննա, 2023-ին 15000 տոննա, իսկ 2024-ին արդեն 20000 տոննա։ Պերկապերության միտումը 2022-ին արձանագրված է անգում 4 տարիներու ընթացքին ամենացած պերկապերությունը, սակայն 2023-ին սկսած է գայուն աճ։ Հակառակ ցանկադարձներու գրճատման Սամցխե-Ջավախ շրջանին մեջ գետնախնձորի արտադրության արդյունավետությունը զգալիորեն բարձրացած է, որ կրնա պայմանավորված ըլլալ ժամանակակից գյուղատնտեսական արհեստագիտություններու կիրառումով, բարելաված տեսակներով կամ բարենպաստ եղանակային պայմաններով։ 1942 թվականի նոյեմբեր 11-ին թուրքական ազգային մեծ ժողովը միացայն ընդունեց գոյության հարգը կոչված օրենքը, որ պատմության մեջ մնաց իբրև թուրքական վարչակարգի կողմէ կազմակերպված տնտեսական ցեղապաշտության խորհրդանիշ։ Այս օրենքը բացահայտ կերպով ուղղված էր երկրի ոչ մահմեդական բնակչության, հայերու, հույներու եւ հրեաներու դեմ։ Պաշտոնական բادرվագը տնտեսական էր, սակայն իսկական նպատակը նույնն էր, ինչ ըտիհատական ժամանակներուն ոչ մահմեդական քաղաքացիները ամբողջովին դուրս մղել երկրի տնտեսական եւ հասարակական կյանքեն։ Հարգադուները բաժնվեցան խումբերու։ Հայերուն համար սահմանված հարգերը հասան անոնց գույքին ընդհանուր արժեքին մինչև 230 առ 100-ին։ Չվճարողները ենթարկվեցան հարգատիր աշխատանքի, ուր բազմաթիվ մարդ մահացավ անմարդկային պայմաններու պատճառով։ Այս քաղաքականությունը ամբողջացուց այն գործընթացը, որ սկսած էր 1915-ին ոչ մահմեդական բնակչության վերջնական տնտեսական եւ մշակութային բնաճնճումը։ Այսօր գոյության հարգը կնշվի իբրև Թուրքիո պատմության ամենամուտ էջերեն մեկը։ Վկայություն այն մասին, թե ինչպես պետական մագարտակի վրա հաստատված ռասիզմը կրնա գործանել ամբողջ ժողովուրդներու կյանքն ու ժառանգությունը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։